մեր երկրում խոսքի ազատությունը շփոթում են շատ հաճախ ատելության խոսքի հետ, որովհետև սահմանները երևի չեն գիտակցվում անձանց կողմից։ Ատելության խոսքի կամ վարքագծի հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման կարգը և պայմանները։ Անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելության հրապարակային վարքագծի կամ խոսքի, այդ թվում հայհոյանքի, որը նվաստացնում, ծաղրում, պիտակավորում կամ թիրախավորում է անձին կամ անձանց խմբին, սեռի, ռասայի, մաշկի գույնի, էթնիկ կամ սոցիալական ծագման, գենետիկական հատկանիշների, լեզվի, կրոնի, աշխարհայացքի, քաղաքական կամ այլ հայացքների, ազգային փոքրամասնությանը, պատկանելիության, գույքային վիճակի, ծնունդի, հաշմանդամության, տարիքի կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով, ինչպես նաև այդ նպատակով նյութ կամ առարկա տարածելու հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման հիմքը, կարգը, եղանակը և չափը որոշվում են սույն հոդվածին համապատասխան։ Նախագծով էլ անգամ կարգավորված չէ, թե վարքագիծը հստակ այս վարքագիծը կարող է լինել եւ սուբյեկտիվ մոտեցումը մշտապես մենք ունենք մտավախությունը, որ կարող է լինել նաեւ սուբյեկտիվ մոտեցում։ Ովքեր են դատավորները, մարդիկ, հիմնականում մարդիկ, ովքեր լուռ ու մուրշ կատարում են իշխանության հրահանգները։ Ահա ամենաթարմ դեպքը, որը գիտենք, Էդգար Հովհաննիսյանը, որը բառացիորեն սահմանադրական կարգի տապալում իրականացրեց եւ անցնելով սահմանադրության վրայով, չէ, մարդը որոշումներ կայացրեց, որոնց հետևանքով ամենայն հայոց կաթողիկոսի դեմ քրեական գործ հարուցվեց։ Այսպիսի դատավորների վրա պիտի հիմնվի տվյալ օրենքը։ Հնարավոր չի առհասարակ բոլոր իրավիճակների համար նախատեսել, թե ինչպիսի վարքագիծը կարող է լինել ատելության խոսք վկայակոչող, այսինքն վարքագծի որ տեսակը կարող է լինել այնպես ինչպես նախկինում վիրավորանքի մասով նախադեպային որոշումներով որոշակիացվեց, այսինքն նորմավորվեց, թե ինչ է, դեռ այս պահի դրությամբ էլ ամբողջությամբ պատկերը մենք չունենք, այնպես էլ սա որպես նախագիծ է դեռևս ներկայացնում։ Ցանկացած դեպքում Հայաստանի համապատասխան օրենսդրությունը այո, արգելում է մարդուն ծաղրել, վարկաբեկել, վիրավորել իր սեռային, ռասայական, էթնիկ ծագման համար։ Այսպես թե այնպես դա կա։ Ինչ վերաբերում է այն մի քանի կետերին, քաղաքական հայացքներ, քաղաքական գործունեություն։ Հիմա եթե ես ասում եմ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հիմնականում կազմված է դավաճաններից, եւ դավաճանության սահմանում որպես այդպիսին չկա, կա սահմանում այն մասին, որ եթե դու քո հայրենիքը, քո պետականությունը վաճառքի ես հանել, պայմանավորվել ես թշնամու հետ, եւ եթե դու քո պետական շահը ստորադասում ես այլ երկրի պետական շահին, դու դավաճան ես։ Հիմա ես ասում եմ, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է։ Հիմա ինձ պիտի դատեն, ըստ այդ օրենքի, այո։ Սովորել եք, հա, որ օլիգարխները բանը դռները քացով տալով մտնեն պաշտոնյաների, դու վոտերները կջարդեն։ Օրգանի եւ պետական ինստիտուտի վոտերները կջարդեն։ Նույն վարքագիծը կամ նույն խոսքը մեկ անձի նկատմամբ կատարված կարող է դրսևորվել եւ մեկնաբանվել որպես ատելության խոսք, այնպես ինչպես վիրավորանքի կամ պատիվ արժանապատվության նվաստացման դեպքում է լինում, եւ մեկ այլ անձի կողմից կատարվածը կարող է եւ որակվել որպես իրավաչափ եւ չորակվել որպես տվյալ օրենքի պարամետրերի մեջ մտնող վարքագիծ։ Դեռևս դա հստակեցված չի, կարծում եմ, որ օրենքը երբ որ սկսի աշխատել, նաև նախադեպային որոշումներով որոշակի ուրվագծեր կունենանք։ Հիմա մարտերը առանց կանոնների, որտեղ սակայն ընդդիմության համար կանոններ են սահմանված, իսկ իշխանության համար ոչ մի կանոն չկա։ Բոքսը եւս կանոններով է։ Բոքսի դեպքում իրավունք չունես դու օրինակ գոտկատեղից ներքև հարվածելու։ Իսկ Նիկոլ Փաշինյանը բոլորին փորձում է գոտկատեղից ներքև հարվածել։ Եվ ինքը հիշում եք, այդպիսի կատակերգություններ էլ կան, ինչ որ ասենք հարուստի մի կիսագրագետ, կիսախելագար տղային տանում են, ասում են դու պիտի կռվես, ու սա աչ ու ձախ ոնց կարողանում խփում է, բայց դատավորները աչք են փակում դրա վրա։
Մենք ունենք հայտնի արտահայտությունները, որոնք որ չորակվեցին, որպես արդարադատության դեմ ուղղված հանցագործություն եւ վիրավորանք, եւ ունենք շատ մեղմ արտահայտություններ, որոնք ոչ թե վիրավորում են, այլ ուղղակի գնահատողական դատողություններ են իրականացնում, բայց իրականում որակվեցին որպես վիրավորանք եւ արդարադատության դեմ ուղղված հանցագործություն։ Նույնը քաղաքացիական օրենսդրության շրջանակներում, քանի որ մենք ունենք նաեւ Սահմանադրական դատարանի որոշում, որտեղ ասում է դա ներքին սուբյեկտիվ կարծիքն է, արդյոք այդ անձը այդ արտահայտությունից վիրավորվում է, թե չի վիրավորվում, կամ ինչ որ համեմատությունից վիրավորվում է, թե չի վիրավորվում։ Եվ այստեղ էլ այս հոդվածով էլ կարող ենք ասել, որ դա ամեն անձ ինքն է որակում, այնպես ինչպես ինքն է որակում իրեն պատճառված վնասը, ինքն է գնահատում պատճառված վնասը, թե կոնկրետ այդ վիրավորանքից իր անձը ինչքան է վիրավորվել եւ ինչ վնասի հատուցման մասին խոսք կարող է գնալ, այդպես էլ արտահայտությունը առհասարակ դա վիրավորանք է, թե ոչ, որևէ մեկի համար միանշանակ չի կարող լինել դա։ Եթե նախկինում 1087 պրիմ 1 հոդվածը սահմանում է, որ միջև օրինակ 2 միլիոն դրամ, 3 միլիոն դրամ կարող է հասնել ոչ նյութական վնասը, այստեղ որոշակիացվել է կոնկրետ նոր հոդվածով արդեն իսկ ասում է 1 միլիոնից 2 միլիոն դրամ, այսինքն նվազագույն եւ առավելագույն շեմերն են կարգավորվել եւ չեն կարող նույն արտահայտության համար, ինչպես մենք տեսնում ենք ներպետական դատական իշխանությունը իրականացնում է, նույն արտահայտությունը մի դեպքում որպես ոչ նյութական վնասի հատուցում գնահատում է օրինակ 3 միլիոն դրամ, մեկ այլ քաղաքացու դեպքում գնահատում է 50,000 դրամ։ Չունի չափման միավոր արդարադատությունը, թե ում անձը ինչքանով է վիրավորվել եւ սուբյեկտիվիզմը իմ կողմից հնչեցրած քիչ առաջ հենց արտահայտվում է դրանով։ Այս հոդվածով կոնկրետ կարգավորվել են շեմերը, սկզբնական եւ վերջնական, այսինքն 1-ից 2 միլիոն դրամ։ Եվ նաեւ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարվում են համապատասխան փոփոխությունները, որը որ եթե համապատասխան վարույթով չի իրականացվում, չի կարգավորվում քաղաքացիական օրենսգրքով, կարող են նաեւ վարչական պատասխանատվության դիմել։ Համացանցում գրանցված դոմեին հոսթինգ ունեցող կայքի միջոցով տարածվող զանգվածային լրատվության միջոցի կողմից տվյալ կայքում կամ այլ կայքում կամ հավելվածում զանգվածային լրատվության միջոցի ալիքում կամ էջում անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելության հրապարակային խոսք, այդ թվում հայհոյանք, ինչպես նաև նյութ կամ առարկա տարածելը, որը նվաստացնում, ծաղրում, պիտակավորում կամ թիրախավորում է անձին կամ անձանց խմբին, սեռի, ռասայի, մաշկի գույնի, էթնիկ կամ սոցիալական ծագման, գենետիկական հատկանիշների, լեզվի, կրոնի, աշխարհայացքի, քաղաքական կամ այլ հայացքների, ազգային փոքրամասնությանը պատկանելիության, գույքային վիճակի, ծնունդի, հաշմանդամության, տարիքի կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով, ինչպես նաև կայքի կամ հավելվածի օգտատերերի հրապարակած խոսքը, այդ թվում հայհոյանքը, նյութը կամ առարկան չհեռացնելը անհապաղ, բայց ոչ ուշ քան 3 օրացուցային օրվա ընթացքում առաջացնում է տուգանքի նշանակում զանգվածային լրատվության միջոցի նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 2000 պատիկի չափով։ Ես դրա հետ իրականում համամիտ եմ, ես կարծում եմ, որ դա կարևոր բան է, երևի այդ օրենքի միակ նորմալ հատվածն է, այլ հարց է դա ինչպես կիրառվի, օրինակ հայկական ժամանակը կհեռացնի օրինակ ընդդիմության դեմ ատելության խոսքը, թե ոչ։ Տեսեք, մեր իրականության մեջ վերջին տարիներին շատ վատ իրողություններ կան, երբ որ մարդկանց հասցեին ամեն տեսակի կեղծիք, ատելության խոսք, հայհոյան տարածում է եւ հասարակության մեջ դա բերում է դեգրադացման, դա բերում է բարոյալքման եւ այլն։ Այո, օրենքով պետք է արգելվի նաեւ լրատվամիջոցներին, որպեսզի թողնեն։ Լրատվամիջոցը արդարանում է շատ հաճախ, ասում է ես չեմ գրել։ Դու չես գրել, բայց դու տարածում ես դա։ Ես կարծում եմ, որ դա կարևոր է, որպեսզի ատելության խոսքը տեղ չունենա որևէ լրատվամիջոցի, դա լինի ընդդիմադիր, իշխանական, չեզոք, որևէ լրատվամիջոցի մոտ։ Դատարանը դնում է պարտականություն ապացուցման, որ անձը ինքը պետք է ապացուցի, որ ինքը վիրավորվել է։ Մեր պրակտիկայում երբևիցե չեն եղել դեպքեր, երբ որ անձը էականորեն որևէ էական հանգամանքով ապացուցի, որ իր անձը այնքան է վիրավորվել, որ դա կարող է համարվել որպես տվյալ հոդվածի մեջ ներառվող վիրավորանք։ Ամեն դեպքում անձի մեկ հայտարարությունն անգամ դատարանը հիմք է ընդունում, որ ես վիրավորվել եմ այդ արտահայտությունից, բայց միևնույն ժամանակ դատարանը ինքն է գնահատում արդարադատության շրջանակներում եւ ապացույցների համակցության մեջ
Արդյոք այն չափ է հասնում այդ վիրավորանքը, որը որ չի կարող ծածկել միայն օրինակ ներողություն խնդրելը եւ պետք է դրան նաեւ նյութական վնասի հատուցում տրամադրել։ Եթե մենք արդարադատությանը նայում ենք այն համատեքստում, ինչպես հիմա է, այսինքն մարդիկ, որոնք անվերապահ ծառայում են Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, ապա նույնիսկ քննադատություն չունենալու դեպքում, ատելության խոսքի բացակայության դեպքում քեզ կդատեն։ Այ հենց հիմա անձամբ ես մի դատական գործընթացի մեջ եմ, որը երևի մեր օրերի ամենախելագար երևույթներից մեկն է։ Ամերիկյան լրատվամիջոցը, Հայաստանի հետ ոչ մի կապ չունեցող ամերիկյան լրատվամիջոցը ուսումնասիրություն է կատարել եւ հրապարակում է արել, որ Խաչատուր Սուքիասյանը եւ Նիկոլ Փաշինյանը զբաղված են թմրանյութերի եւ մարմնավաճառների բիզնեսով։ Դեկտեմբեր ամսին 25 թվականի ես ամերիկյան լրատվամիջոցին հղում տալով առանց իմ կողմից որևէ խոսքի նշել եմ, որ ամերիկյան լրատվամիջոցը այսպիսի բան է ասել։ Հայաստանի Հանրապետության արդարադատությունը, դատարանները Խաչատուր Սուքիասյանի հայցի հիման վրա իմ դեմ վարույթ են հարուցել, իհարկե քաղաքացիական գործով, ավելին արգելափակել են, արգելանքի են դրել իմ բոլոր ամբողջ ունեցվածքը, բանկային հաշիվներ, սեփականություն, շարժական անշարժ գույք, պահանջով, որ ես պիտի հերքեմ ամերիկյան լրատվամիջոցի ասածը։ Խելագարություն է սա, հասկանում եք, սա որևէ երկրի նորմալ դատարան նման բան չեր անի։ Նախ հայցը չեր ընդունի, ընդունելու դեպքում այդպիսի ճնշում չեր իրականացնի։ Երբ որ մենք ուսումնասիրում ենք նախագիծը եւ նաեւ դրա վերաբերյալ որոշ հիմնավորումներ, մենք տեսնում ենք, որ այո, միջազգային փորձն են փորձում ներդնել եւ որոշակի կոնվենցիաներից ելնելով, այդ թվում նաեւ խտրականությանը վերաբերող կոնվենցիաներից ելնելով, փորձում են ներդրումներ կատարել հենց այս հոդվածի մասով, սակայն մենք արդեն իսկ ունենք քաղաքացիական օրենսգրքի 1087-1 հոդվածը վիրավորանքի մասով եւ զրպարտության մասով։ Մենք ունենք քրեական օրենսգրքում ատելության կոչ եւ բռնության կոչեր հնչեցնելու համապատասխան երկու հոդվածներ 329 եւ 330 եւ օրենքը ինչ հարց է, այսինքն կոնկրետ տվյալ հոդվածներով ներմուծումով այդ հոդվածները ինչ հարց է լուծվում, կարծես թե չեն կարող միանշանակ դեռևս ասել։ Եթե դատարանը անվերապահ ենթարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը եւ տարանջատված չի քաղաքական իշխանություններից, ապա նույնիսկ եթե դու չես ատելության խոսք չես տարածում, դու քաղաքական սատիրայով ես զբաղվում կամ որևէ այլ անմեղ բան ես անում, քեզ էլի կդատեն։ Միշտ կգտնեն ինչ-որ միջոցներ դատելու համար։ Բայց որ օրենքով այո պետք է սահմաններ լինեն ատելության խոսքի։ Իդեպ Հայաստանում կրկնում եմ, կա բոլոր օրենսդրական նորմերը կան, որոնք արգելում են եւ ատելության խոսքը, եւ որոշակի խոսքի ազատությունը որոշակի սահմաններ ունի։ Իմ խոսքի ազատությունը չպետք է ձեզ վնասի։ Ես այո ունեմ խոսքի ազատություն եւ ունեմ խոսքի ազատության սահմանափակում եւ դա բոլոր նորմալ երկրներում բնական է, որ կրկնում եմ այդ խոսքի ազատությունը չպետք է վնասի։ Հիմա եթե խնդիր է դրված չպետք է վնասի օրինակ կառավարությանը, դա ուրիշ բան է, չպետք է վնասի ընդհանրապես երկրի նորմալ բնականոն կյանքին, հասարակությանը, դա լրիվ այլ բան է։ Մի վտանգավոր սահմանագիծ կա կոնկրետ մարդու իրավունքների կոնվենցիայի վերաբերյալ եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության կարծիք արտահայտելու, սեփական կարծիք ունենալու համապատասխան երաշխավորված դրույթների եւ վիրավորանքի, այդ թվում նաեւ նոր ներմուծված համապատասխան հոդվածի միջեւ։ Եվ այդ սահմանը երբևիցե հստակորեն չի պահպանվել, որտեղ է ավարտվում կարծիքը եւ գնահատողական դատողությունը եւ որտեղից է սկսում վիրավորանքը կամ օրինակ ատելության խոսքը։ Չէ՞ որ անձը երբ որ ինչ-որ բանի վերաբերյալ կարծիք է արտահայտում, դա կարող է մեկնաբանվել որպես իր ներքին համոզմունք, կարծիքի արտահայտում, որը երաշխավորված է թե սահմանադրությամբ, թե կոնվենցիաներով։ Բայց հաճախ դա մեկնաբանվում է որպես վիրավորանք եւ Եվրոպական դատարանը իր նախադեպային որոշումներով նույնպես նշում է, որ դա չպետք է լինի այնքան
չպետք է անցնի այդ սահմանը եւ չպետք է անձին վիրավորի, դիմացինին քննադատելով հանդերձ չպետք է վիրավորվենք։ Միևնույն ժամանակ, որտեղ ենք ունենում մենք խնդիրներ, թեկուզ ատելության խոսքի հետ կապված, որը շատ է պետք է ֆիքսենք, այնպես չէ, որ ընդհանրապես սրա անհրաժեշտությունը չկար օրենքի, բայց ունեինք նորմեր, որոնք դեռևս այնքան չէին գործում, որքան պետք էր։ Նոր նորմի ներմուծումը կարծես թե արդարացված չի։ Եվ որ խմբերին էր ուղված, եթե մենք նայում ենք առաջին հայացքից, կամ որ խմբերն են ավելի շատ թիրախավորվում։ Դա կլինի հասարակական գործիչներ, քաղաքական գործիչներ, թեկուզ նաև արդարադատություն։ Միևնույն ժամանակ Եվրոպական դատարանը նախադեպային որոշումներով նշում է, որ եթե մարդ կատարում է հասարակական որևէ աշխատանք կամ քաղաքական որևէ գործունեություն է ծավալում, այդ իմունիտետը պետք է ավելի բարձր լինի, այսինքն նրա պետք է պատրաստ լինի նաև քննադատության, պետք է պատրաստ լինի, այո, պետք է պատրաստ լինի նաև սուր քննադատության, այսինքն հասարակ շարքային քաղաքացու հետ պետք չէ համեմատել եւ ասել ինչու քննադատությունը մի դեպքում էսպես է, մյուս դեպքում, որովհետեւ դա դրված նորմ է, իմունիտետի հետ կապված ավելի բարձր պետք է լինի այս դեպքում։ Որտեղ ժպիտով քմծիծաղով է մոտենում Նիկոլ Փաշինյանի կառավարության այս բոլոր օրենսդրական նորմերին։ Այո, իրենք օրենքներ են գրում եւ քանի որ իրենք չեն կարող որևէ, իրանք կյանքում ոչ մի բան չեն կարող։ Այն հայտնի Կարգին հաղորդումի մի պահ կա է, որ կինը ամուսնու մասին ասում է նա չէր կարող։ Հիմա այս իշխանությունը անկարող է, իմպոտենտ, քաղաքական իմպոտենտ է։ Իրենք կարող են գրել ինչ-որ բան, բայց իրենք չեն կարող դա իրականություն դարձնել։ Հիշենք մի քանի տարի առաջ Հայաստանում օրենք կար ոչ միայն ատելության խոսքի, այլև ծանր վիրավորանքի առումով, որ քրեականացված էր։ Բայց դա իրենք փորձում էին կիրառել ընդդիմության նկատմամբ։ Ինչ տեղի ունեցավ։ Ես մոտ 10 հաղորդում տվեցի հանցագործության մասին Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների եւ թիմակիցների կողմից իմ եւ ընդդիմության այլ ներկայացուցիչների նկատմամբ ծանր վիրավորանքի հոդվածով։ Այլ բան անել չէին կարող համապատասխան մարմինները, դատախազություն, քննչական կոմիտե, քան քրեական վարույթ հարուցել։ Քրեական վարույթը հարուցում էին, քննիչները ինձ դիմում էին, թե եկեք հաշտություն բան, ասում էի չկա այդպիսի բան։ Մինչև վերջ գնալու ենք եւ այդ մարդիկ նիկոլականները ատելության խոսքի եւ ծանր վիրավորանքի համար պիտի քրեական պատասխանատվության ենթարկվեն։ Գիտեք ինչ եղավ։ Ընդամենը մոտավորապես 2 ամիս հետո կառավարության որոշմամբ այդ հատվածը, այսինքն այդ ծանր վիրավորանքը քրեականացնելը, ապա քրեականացվեց, հանվեց եւ կառավարության ներկայացուցիչները անգամ կապի դուրս եկան, թե գիտեք ինչ բանը այդ չենք հասցնում քննչական կոմիտեի ներկայացուցիչները, քննիչները ինձ նամակ են գրում, զանգում են, ասում են, գիտեք ինչ, եկեք մի քիչ ձգձգենք, մինչև այդ որոշումը ուժի մեջ մտնի եւ դա ապա քրեականացվի։ Վճռաբեկ դատարանը սահմանել է, որ տվյալ նախադեպային որոշմամբ սահմանված մենք ունենք։ Տվյալ գործերի քննությունը հնարավորինս արագ պետք է իրականացնել։ Տրամաբանությունը հետևյալում է. Նախ ամենակարճ վաղեմության ժամկետ ունեցող հայցերից են դրանք համարվում, այսինքն 1 ամիս, սակայն ոչ իմանալու պահից, սակայն ոչ ամիս, քան մինչև 6 ամիսը տվյալ արտահայտությունը կատարելուց։ Ինչն է սրա մասին խոսում, այն որ մարդկանց հիշողության մեջ արդեն իսկ մոռացության են տալիս այդ արտահայտությունը եւ հետագայում դառնում է ինքնանպատակ գործողություն, դատարանով եթե լինում են որոշակի ընթացակարգեր։ Սակայն մենք ինչ ենք տեսնում իրականում, որևիցե գործ վիրավորանքի մասով 6 ամսում չի ավարտվել։ Անկամ եթե 1 նիստ լինի, նախնական դատական նիստ լինի 6 ամսում, շատ արտառոց դեպք կլինի դա, որովհետև լինում են դեպքեր, երբ որ 1, 2, 3 տարի, հենց հիմա ես իմ վարույթում ունեմ, 3 տարի մենք վիրավորանքի խոսքի արտահայտման հետ կապված հայցի պաշտպանություն ենք իրականացնում, դեռևս դատաքննության մենք չենք հասել։ Ուրեմն մյուս անգամ չհամարձակվեք, դա կստեղ տակից գլխից դուրս տակ։ Լռություն։ Այդ մարդիկ ունակ չեն եւ չեն կարող հետևել նաեւ իրենց դրած կանոնների իրականացմանը։ Հետևաբար ասածս այն է, որ պետք չի լուրջ վերաբերվել նման
որոշումներին եւ օրենքներին, քանի որ իրենք իրենց դրած բոլոր կանոններն են խախտում, կխախտվեն նաեւ այս կանոնները։ Որ մի ասածն է Նիկոլ Փաշինյանի իրականություն դարձել, որ այս մեկն էլ իրականություն դառնա։ Եվ դատարաններում էլ ուզեն թե չուզեն իրենք պարտվելու են։ Բայց մյուս կողմից ես կարծում եմ, որ հունիսի 7-ից հետո Հայաստանում լինելու է այլ կառավարություն, որը այդ բոլոր հակասահմանադրական, հակամարտկային, հակաօրինական, մարդու իրավունքները խախտող բոլոր այդ նորմերը պարզապես կոչնչացնի։ Այստեղ ես տեսնում եմ խոսքի սահմանափակում, տեսնում եմ նաև որոշակի մեդիա դաշտի եւ մամուլի հետ կապված խոսքի սահմանափակում, որը որ մշտապես կողմնակիցն են, որ առավել եւս պետք է հետևեն իրենց խոսքին եւ մեդիա գրագիտությանը, նաև համապատասխան տեղեկատվությունը ճշտելուց հետո միայն հրապարակմանը, բայց ամեն դեպքում ամբողջությամբ լրացնել եւ ասել դա կարող է որակվել եւ կարծես թե սուր դառնալ, խարան դառնալ մեդիա դաշտի գլխին, այդքան էլ կարծում եմ, որ ճիշտ չէ եւ արդարացի չէ։